Ինչպես կարող ենք մենք օգնել ու սովորեցնել երեխային, որ իր հույզերի հետ լինի հաշտ, կարողանա համապատասխան գործել ու նաև անվանել դրանք։ Երևի թե այստեղ իսկապես առաջին կետը հենց ընդունելն է, որովհետև ի հակադրություն մեր ծնողների խոսքի, պրակտիկայում շատ ենք տեսնում, որ ծնողների համար շատ բարդ է հասկանալ, ինչպես կարող է իմ մեծ երեխան խանդել փոքրին, ախր ինչու այդպես պետք է լինի, ինչպես կարելի է վախենալ սարդից, չէ՞ որ սարդը փոքր է։ Այսինքն առաջին հերթին այդ ապրումակցման պակասը թույլ չի տալիս, որ հասկանանք, որ երեխան լրիվ ուրիշ ձև կարող է զգալ։ Հաճախ մենք պատկերացնում ենք, որ ինքը մեր պես պետք է զգա, մեր նման հույզեր պետք է ունենա։ Հետևաբար առաջինը այստեղ իսկապես այն է, որ մենք կարողանանք մեզ դնենք երեխայի դրության մեջ, կարծես մենք պատկերացնենք մեզ իր մաշկի մեջ եւ այդ ապրումակցման միջոցով նախ սկզբում հասկանանք ինչ է ինքը զգում, ընդ որում կարող ենք նաեւ սխալվել։ Այստեղ օրինակ հա բավականին վստահ ենք խոսում, որ մենք միշտ գիտենք ինչ է երեխան զգում, բայց դա այդպես չէ եւ երբեմն մենք կարիք ունենք իրեն հարցնելու, ջղայնացած ես, տխուր ես, ու գուցե ինքը մեզ կասի չէ, տխուր չեմ, այլ շատ բարկացած եմ, հա, այսինքն այստեղ մեզ ավելի ոչ թե կարևոր է գուշակել ճիշտ հույզը, այլ իրեն տալ հնարավորություն տեսնելու, որ ծնողս պատրաստ է լսել ու պատրաստ է տեսնել, թե ինչ եմ ես զգում։ Այսինքն հասկանալ ինչ է զգում, դրա մասին խոսելու հնարավորություն տալ, անվանել, ընդ որում այդ անվանելը կարող է, ինչպես ասեցի, նաև հարցական հնչերանգով լինել եւ մի պահ սպասել, չշտապել առաջարկել հաղթահարման ինչ-որ ռազմավարություն, որովհետև եթե մենք այսքանը անում ենք, ապրումակցում ենք, անուն ենք տալիս, լսում ենք, հաճախ երեխան արդեն ինքը կողքից բերում է նաև ինչ-որ լուծում, օրինակ կգնամ ու այսպես կանեմ։ Եթե երեխան չի բերում այդ լուծումը, նոր մենք կարող ենք իրեն մի քիչ ուղղորդել։